Ճաղավանդակներ պատուհաններին սրանք արդեն ոչ թե ապահովության, այլ ընդամենը տարածքի պահպանության համար են։ Ավետիսյանների բակում քար լռություն է, դուռն էլ կփակվի, ճաղավանդակը կտեղադրվի եւ վերջ։ Ճաղավանդակները տրել են, որպեսզի հսկողությունը հանեն։ Հսկողությունը անօրենք է կանգնած միլիցիաները, բայց միլիցիաները չգիտեմ անօրենք է թե ինչ է, փաստաբանների խոսքն է արդեն։ Քանի կար փաստաբանները ուրիշ ծեվի շահագրգիռ էին, հիմի լրիվ ուրիշ ծեվի կխոսա։ Մենք էլ արդեն հեչ մարդուց հեչ բան չենք անում։ Մենք չգիտենք սերվատորության կողքերս մարդկա դե չկա, լրիվ անդերության մատնված ենք, չգիտեմ։ Արյունը թունվարից գրեթե 4 ամիս է անցել մանկան ուրախ ճիչով եւ խաղաղ կյանքով նախկինում լցված այս տանը դեռ ամանոր է։ Ձյունափայլ փաթիլներ, ներսում տոնածառ ամեն ինչ այնպես է, ինչպես դեպքի օրն է եղել։ Տարածքն այսօր էլ հսկվում է ոստիկանների կողմից։ Այն վաղը հավանաբար կհանձնվի Ավետիսյանների հարազատներին եւ իրավահաջորդներին։ Այս բակում սակայն դեռ կյանք կա, շինարարություն է ընթանում։ Հարևանն է որոշել պարիսպ կառուցել։ Մի ձայնագրի։ Մի ձայնագրի։ Չէ, մի ձայնագրի։ Ինչի համար։ Այդպես։ Չեմ ուզել։ Ես ընդամենը հարցնում եմ։ Հարցնում ես, հարցրել ես կպատասխանեմ։ Նախկինում մեր փոքր քարեր էր, մի որոշել ենք բարձրացնել, չտեսնենք։ Ինչը չտեսնենք։ Ինչը կապտեղ։ Իրանց բակը չտեսնենք։ Ինչու է կառուցվում պարիսպը հարցին իր պատասխանը նաև ունի սպանվածների իրավահաջորդը Հասմիկ Ավետիսյանի քույրը Ռիտա Պետրոսյանը։ Իրանց սելով որպեսի իրիգունը հանգիստը իրանց հայատը դուրս կան, բագը դուրս կան, իբր իրանց կթվա որ անընդհատ այս պատուհաններից իրանց կնայեն։ Պարիսպը փակելուց չգիտեմ ինչ կնշանակի այն օրեն ժամանակ երբ որ այդ գրագործները լսի որպես լավ հարևաններ այդ վաղ արձագանքային որ այսօրվա օրը խղճի խայտն է իրենց մոտ արդեն բայց չգիտեն ինչ ծեվի է դա ինչքան կզե պարիսպը փակեն այդ երեխեքի ձայնն ու գրագործների ձայնը սաղ կյանքին իրանց արտաշներից տաց բնականաբար դուրս չի գա ուզում են պարիսպ փակեն ուզում են ինչ ուզում են ձեզ թվում է կամ մեզ թվում է մենք հիմար չենք այդ 28 փամփուշտից այդ ձայնի հարևանները չեն ասել, լավ է լսել են, պրոստը իրանց չգիտեմ ինչի տեղ են տրել, խնել են տեղից շարժեն։ Դեպքից անցել են ամիսներ նախաքննությունից, սակայն շատ քիչ բան է հայտնի սպանվածների հարազատներին։ Իրավահաջորդներին անգամ փաստաբաններն ըստ նրանց ոչինչ չեն ասում։ Ինչի համար է ձգձգվում գենետիկական փորձաքննության արդյունքների ստացումը Ռիտա Պետրոսյանը չգիտի, անհայտության մեջ է, ամեն օր զանգում է փաստաբանին, ասում է իզուր։ Ամեն օր զանգելով խոսալով են նեղվինգոր անընդհատ քարցնենք, գենետիկական պատասխան չկա ու ոչ մի պատասխան, ոչ մի բան չկա։ Այդ տադի մասին էլ նույնիսկ քիչ բան չգիտենք, մինչև ինքը դիզայնի հրավիրե որ պատասխանները նորի ժամանակ իմանանք որը որից հետո է 4 ամիսն է անցել նույնիսկ մեզ բցանգալի է չէ՞ մենք իմանանք այդ վերջը ինչ կա դուր տագը ով է դուր տագը թաքնված ինչն է պահողոր չեք բացայդե ինչից կվախենանք վախ կամ էջից կվախենանք փագետ կոզեշտա մենք գիտենք ու մենք դիվախենանք վախեյաց եկա ոսպես բոլորը լրինգը Ես չեմ ասնա գենետիկական պատասխանը 4 ամսում չի կրնա տեղ հասնի, այդպես գենետիկական պատասխան կա, ես չգիտեմ, ես գիտեմ, որ մի ամսում բացայ սաղն են ու ով կիմանա զալ ամեն ինչն է իրանց շատ լավ հստորեն պարզ է, իրանք ուղղակի չգիտեմ ինչի կցկցկեն, ինչի կսպասեն, չթողեցին իրավահաջորդներ եղնեին ռուսական կողմին, ռուսական կողմից նեպանան, պետք է անօրենք եղնի, իսկ սա օրենքով է, բոլորն է անօրենք, ես չգիտեմ ինչ կպազվի, ինչ եմ պազվի այսօր։ Ես բանը չեմ լսել։ Եվ կխոսին որ բանը։ Տեսա 4-5 ամիս է ինչ կար։ Ես բանը չենք լսել։ Անդերություն էլ։ Քնիշներ կնացը խոսել քնիշներին։ Այս կերպ շարունակել հնարավոր չի, ասում է Տիկին Ռիտան, հոգեբանական աջակցություն առաջարկվել է, սակայն մինչ օրս հանգամանքների բերումով չի կարողացել այդ ծառայությունից օգտվել։ Խոստանում է, որ այցելելու է հոգեբանին։ Միաժամանակ բարձրաձայնում է, որ չեն նահանջելու մինչև վերջ գնալու են, պահանջելու են գործի բացահայտում։ Մենք այս տադարով ստեղ մենք չգիտենք որ Հայաստանը տադարան չունի, դեպման է կուդան Եվրո տադարանը խոսպես չենք քնի մենք։ Պես որ եղավին ուր կհասնի 7 հոգու սպաներն ինչ-որ մի ադմ ճանչ տրորադրեմին, ոչ ցենեք, ելի ոչ մի տեղեր, ոչ կկարեն, ոչ երուսատեսյան պես գխոսի, ոչ մորացության էլ արիվ։ Իսկ մարդիկ մի ադմ ճիջուգը քցեն մեքենայի տակը, դուր համար սաղ աշխարհը ոտքի կկանգնի։ Այսինքն այդ ընտանիքը 7 հոգին մարդու համար հեշտան չարժեր, էլի, երեցին անձամբ գնաց։ Հիմիսի լավ է, էլի խելքերի չի ասնի, ջահելներ են սաղ հետևը կանգնած, ինչը խելքես ասնի, յանի փաստաբաններն են նույնությամբ։ Արմենուհի Մինասյան, Արթուր Մարգարյան այսօր։